Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 1։ Ապա անօրեններին կսովորեցնեմ քո ճանապարհները, և մեղավորները ետ կդառնան քեզ մոտ։ Սաղմոս 51-13 խոսք։ Հավերժական Աստվածը, ով ստեղծեց ձեզ հավիտենական կյանքի համար և փրկագնեց ձեզ իր միածին որդու միջոցով, երբ դուք կորցրել էիք նրան և ինքներդ ձեզ, հիշելով ձեզ ձեր մեղքի ու տառապանքի մեջ, հռչակեց ավետարանը, կնքեց այն իր հոգով և հրամայեց իր ծառաներին քարոզել այն աշխարհին, որպեսզի ընդունեք ներման ձրի շնորհը և երկինքը ձեր առջև բացելով, ձեզ հեռացնի մարմնական հաճույքներից և այս խաբուսիկ աշխարհին հետևելուց և ձեզ ծանոթացնի այն կյանքին, որի համար դուք ստեղծվել և փրկագնվել եք, նախքան ձեր վախճանը կգա, որն արդեն շատ ուշ կլինի։ Նա ձեզ համար մարգարեներ կամ առաքյալներ չի ուղարկում, որոնք իրենց ուղերձը ստանում են ուղղակի հայտնության միջոցով, այլ կանչում է ձեզ իր սովորական ծառաների միջոցով, որոնց նա հանձնարարել է քարոզել նույն ավետարանը, որը նախ քարոզեց Քրիստոսը և նրա առաքյալները։ Տերը տեսնում է, թե ինչպես եք դուք մոռանում իրեն և ձեր վախճանը, և թե որքան անփույթ եք վերաբերվում հավերժական բաներին, ինչպես մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ պետք է անեն կամ ինչ տառապանքներ պիտի կրեն։ Նա տեսնում է, թե որքան համարձակորեն եք մեղանչում և որքան անվախ եք սպառնալիքների առջև։ Նա տեսնում է սարսափելի օրվա մոտենալը, երբ կսկսվեն ձեր տառապանքները, և դուք կողբաք այդ ամենի մասին անպտուղ աղաղակներով, տառապանքի և հուսահատության մեջ, և այդ ժամանակ ձեր հիմարության հիշողությունը կպատռի ձեր սրտերը, եթե իրական դարձը հիմա չկանխի այդ ամենը։ Ձեր մեղավոր թշվառ հոգիների հանդեպ կարեկցանքից մղված, Տերը, որը ձեր վիճակը ավելի լավ գիտի, քան դուք ինքներդ, մեզ վրա է դրել պարտականությունը խոսել ձեզ հետ նրա անունով և բացահայտ պատմել ձեզ ձեր մեղքերի ու տառապանքների մասին, թե ինչպիսին կլինի ձեր վերջը և ինչ տխուր փոփոխություն շուտով կտեսնեք, եթե դեռ մի փոքր ավելի երկար շարունակեք այսպես։